Քաղաքը պետք է լինի մարդամոտ։ Որն է դա։ Օրինակ չի կարող Երևանը լինի մարդամոտ, եթե այդ թաղի բնակիչները չեն գնում այդ դպրոց, չեն գնում մանկապարտեզ, այսինքն դու այդ ժամանակ նստապահությունը ստացվում մարդիկ ուզում են օրինակ որտեղ հարավ-արևմտյանից ուզում ես վերցրալ, ուզում ես Սավանում, ուզում ես Զեյթունում, չէ՞։ Եթե այդ մարդիկ այդտեղ ապրում են, ուղղակի գիշերը գալիս են, քնում են, դա չեղավ համայնք։ Դա եղավ ուղղակի քննատեղ, ինքը կարող գնալ ուրիշ տեղ հյուրանոցում է քնել։ Բայց եթե քո երեխան չի իջնում բակ, եթե քո երեխան չի գնում այդ մանկապարտեզ, չի գնում այդ դպրոց, եթե քո երեխան կամ դու ընդհանրապես չես սոցիալիզացիա այդ բակում, դա արդեն մեծ խնդրեմ է։ Նշանակում է այդ համայնքը չի կարողանում, նշանակում է դու այդ սոցիալական կապերը թուլանում է։ Չես վաղուց որ պատերազմ եղավ, մեկ եկավ կանգնես քո բակին, ասում ես դե լավ թե ուրիշը պաշտպանի բանակը, թողա պատոններ փակելուց մնաց, գողություն տեսալու, հարևան երեխուն եղասեցին չես բա, որտեվ ինքը քո երեխո չի խաղում, դու այդ երեխու ծնողին չես ճանաչում։ Իսկ մեր մասնագիտության մեջ օրինակ ինչ ենք ասում, որ մենք էնդորներ կամ ընդհանրապես Երևանը ցանկալի չի 5, 6 եւ 7 հարգից ավել, որտեվ 7-րդ հարգը հատկապես 6-ից այդ են վերջին հարկն է 5-ը իրականում պրակտիկորեն որ դու կարողանում ես բակի գտնվողի դեմքը տեսնես։ Այսինքն դու տեսնում ես այս բակի մարդը, այս մուժ ժամին, որտեղ քո երեխաները խաղում են կամ հարևանի, դեմքով ճանաչում ես թե չէ։